Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Աստრო ուղեցույցը այսօր կպատմի կենդանակերպի ամենավառ ստեղծագործ նշանի առույցների մասին։ Առույցները նրանք են, ովքեր ծնվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը։ Առույցը արական նշան է, որի տարերքը կրակն է, մետաղը ոսկին, օրը կիրակին, հրեշտակը Միքայելը, էներգետիկ թալիսմաններն ու քարերն են։ Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Սաֆիր, օգոստոսի 3-ից 12-ը Տոպազ, Հակինդ, օգոստոսի 13-ից 22-ը Ռուբին։ Աստղաբանության մեջ արևը կառավարում է տղամարդկանց մոտ աճաճքը, իսկ կանանց մոտ ձախ աչքը, ինչպես նաև սիրտը, զարկերակային արյունատարանոթները, ողնաշարը։ Եթե ձեր անատական քարտեզում արևը ունի խնդրահարույց դիրք, ապա հնարավոր են խնդիրներ սրտի, աչքերի կամ օստրոխոնդրոզ։ Հիշեցնենք, որ սա ընդհանրական է և չի վերաբերվում բոլոր առույցներին։ Առույցը կենդանակերպի ամենաստեղծագործ նշանն է։ Արևի էներգիան կոչված է արարելու և լուսավորելու համար։ Առույցները մի փոքր խոլերիկ են և աչքի են ընկնում ընդգծված ինքնասիրահարվածությամբ, հպարտ են, վստահ և փառասեր, միևնույն ժամանակ նրանք չափազանց մեծահոգի են։ Առույցներն ունեն բարձր ինքնագնահատական, կրքոտ են, քաջ, անվախ ու հավատարիմ։ Նրանք իսկական աշխատասերներ են, սակայն եթե արևը քարտեզում ունի վատ դիրք, ապա մարդիկ կարող են դառնալ ամբարտավան, կասկածամիտ, հանդուգն, իշխանատենչ։ Նման դեպքում նրանք սիրում են ամեն ինչ ցուցադրել, ձգտում են շքեղության ու փայլի։ Առույցները հիանալի առաջնորդներ են, ունեն հարուստ երևակայություն։ Նրանց համար կենսականորեն կարևոր է լինել տեսանելի, փայլել և կառավարել։ Նրանց բոլոր գործողությունները ուղղված են սեփական անվտանգությունը պահպանելուն, իսկ շարժիչ ուժը զգացմունքները։ Նրանց համար կարևոր են փառքը, պատիվները, կոչումներն ու հեղինակությունը։ Առույցները երբեք չեն գործում իրենց սկզբունքներին ու աշխարհայացքին հակառակ, չեն սիրում լինել երկրորդը։ Նրանք սերում են, երբ իրենց աշխատանքը գնահատվում է, ցանկանում են գովասանքի և խոսքեր լսել։ Գործնական հարցերում առույցների հետ պետք է լինել կոնկրետ։ Նրանք կարող են թվալ կոպիտ, սակայն իրականում շատ մեծահոգի են։ Նրանք լավ գիտեն իրենց գործը և որպեսզի կարողանաք նրանց համոզել, պետք է խոսեք միայն փաստերով։ Առույցները կարող են ներել շատ բան, բայց ոչ երբեք անարգանքն ու նվաստացումը։ Եթե նրանք խոստացել են կողքիդ լինել, ապա անպայման կանեն դա, քանի որ իրենց անունն ու հեղինակությունը ամեն ինչից բարձր են։ Իրենց համար սերը պարզապես զգացմունք չի, դա մի ամբողջ ներկայացում է, գեղեցիկ ժեստերով, խոսքերով ու նվերներով։ Միայն կարելի է նրանց սիրտը գրավել, կամ իրենք են գերում այդպես դիմացինի սիրտը։ Առույցները չեն կարողանում երկար ոխ պահել, նրանք չափազանց վեհ են, մանր վրեժխնդրությունների համար։ Առույցներին հաճախ կարելի է տեսնել հետևյալ ոլորտներում՝ հանրային ծառայողներ, զինվորականներ, ղեկավար պաշտոնների ցանկացած ոլորտում ընդհուպ մինչև նախագահ կամ խոշոր ձեռնարկատերեր։ Կարող են նաև հաջողության հասնել գիտության, մեխանիկայի, մեքենաշինության ոլորտներում։ Կարող են լինել նաև լավ ոսկերիչներ, նկարիչներ, սակայն կա մի ոլորտ, որը իրենցն է, դա արվեստն է, հատկապես բեմը, կինո, թատրոն, երաժշտություն, քանի որ նրանք կարիք ունեն ծափահարությունների։ Նրանք նաև կարող են լինել հովանավորը դժբախտների, կարիքավորների, հյուրընկալ են, առատաձեռն ու շռայլ։ Իսկ ինչու է ձեզ բաժին հասել հզոր առույցի կերպարը, հարգելի առույցներ։ Կա մի առասպել, որը հստակ ցույց է տալիս, թե ինչու։ Նեմա քաղաքի մոտակայքում, ըստ առասպելի, ապրում էր հրեշների որդի առույցը։ Իր առանձնահատկությունը այն էր, որ նրա մաշկը անխոցելի էր, ոչ մի մետաղ, լիներ դա բրոնզե թե երկաթե սուր, չէր կարողանում անցնել նրա մաշկի մեջ, և ահ ու սարսափի մեջ էր պահում ողջ շրջակայքը։ Երբ Հերկալեսը որոշեց սպանել առույցին, սկզբում փորձեց օգտագործել իր նետերը, բայց տեսավ, որ դրանք անօգուտ են։ Որոշեց գործել մերկ ձեռքերով։ Նա մտավ առույցի քարանձավ, ըմբշամարտի բռնվեց դրա հետ, խեղդեց առույցին, հաղթելով իր ֆիզիկական, հոգեկան ուժի շնորհիվ։ Այս առասպելը կարևոր շերտեր ունի, որոնք կապ ունեն առույց նշանի հետ։ Լսեք, հարգելիներս։ Առաջինը, մաշկը որպես զրահ խորհրդանշում է մարդու էգոն և հպարտությունը։ Երբեմն մենք այնքան ենք զրահապատվում մեր հպարտությամբ, որ դառնում ենք անհասանելի ուրիշների համար։ Երկրորդը՝ զենքերը։ Առասպելը հուշում է, որ արտաքին միջոցներով, փող, դիրք, զենք հնարավոր չի հաղթել ներքին գազանին։ Մարդը պետք է դուրս գա մենամարտին իր ներքին եսի հետ, օգտագործելով միայն մեր ներքին կամքը։ Երրորդը՝ առույցի մաշկը, որպես հանդերձանք։ Հերկալեսը քերթեց առույցի մաշկը, օգտագործելով առույցի սուր ճանկերը։ Սա խորհրդանշում է, որ երբ մենք սանձում ենք մեր բնազդներն ու հնարավոր
հպարտությունը, դրանք դառնում են մեր ամենամեծ պաշտպանության ուժի աղբյուրը։ Զևսը ի հիշատակ այս մեծագույն սխրանքի առույցին բարձրացրեց երկինք և դարձրեց առույցի համաստեղություն։ Այս առասպելը մեզ սովորեցնում է, որ իրական ուժը ոչ թե այլոց ճնշելու մեջ է, այլ սեփական ներքին կրքերն ու հպարտությունը կառավարելու։ Ահա այսքանը առույց նշանի մասին։ Եթե այն ձեզ դուր եկավ, ապա հավանեք, բաժանորդագրվեք, կիսվեք։ Հաջորդը կխոսենք լուսնի և իր կողմից կառավարվող խեցգետնի մասին։ Կհանդիպենք։